Հարգելի հեռուստադիտողներ, հեռանկարի հյուրն է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Հովհաննիսյանը, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գյումրիում տեղի ունեցածը սպասել էր, որովհետև հիմա շատերը ասում են, որ այս ամենը կանխատեսել էր, որովհետև իշխանությունները երկար ժամանակ չեն կարողանա հանդուրժել Վարդան Ղուկասյանին, եւ մի օր մի բան կլինի եւ երեք տեսանք ինչ տեղի ունեցավ։ Գյումրիում Վարդան Ղուկասյանը առերևույթ կաշառք է վերցրել եւ կներեք sense թեվավոր պատասխանեմ թող չվերցներ եւ տեսնեինք ոնց է իր հետևից գալու սա է որովհետեւ ուզում եք ասել սա զուտ իրավական եկեք արձանագրենք որ հակակոռուպցիոն կոմիտեն արել է այն ինչի համար որ ինքը ստեղծված է ստեղծված է կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար, ինչը եւ երեք արել է, ընդ որում արել է բավականին պրոֆեսիոնալ, բավականին համապարփակ ապացույցներ հավաքելով, հանրությանը նաեւ ճիշտ պահեն այդ ապացույցները ներկայացնելով, կարողանալով նախապես պահել գաղտնապահությունը, որպեսզի այսպես ասած ուծիեչկա չլինի հակակոռուպցիոն կոմիտեն իր գործը արել է։ Եթե դուք ինձ հարցնեք, արդյոք միշտ հակակոռուպցիոն կոմիտեն կամ դատաիրավական մարմինները գործում են այնպես ինչպես պետք է գործեն, ես կասեմ ցավոք սրտի ոչ։ Ցավոք սրտի լինում են դեպքեր, երբ որ իշխանությունների հետ փոխկապակցված կամ տարբեր բարձրաստիճան իշխանականների կողմից կատարված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումները կամ այլ հանցագործությունները պատշաճ քննության չեն արժանանում։ Ցավոք տենց բաներ տեսնում ենք, բայց խնդիրը այդ տիրույթում է, ոչ թե այս տիրույթում։ Այսինքն ոչ թե պետքա ընդդիմադիրների արած կոռուպցիան էլ չհետապնդվի, այլ պետքա բոլորի արած կոռուպցիան հետապնդվի, իշխանությունների մասով, բարձրաստիճան պաշտոնյաների մասով, սա ոչ միշտ ենք տեսնում։ Էլի տեսնում ենք, այսինքն կան դեպքեր, որ նախարար ձերբակալվի եւ կալանավորվի եւ հետո դատապարտվի, կան դեպքեր, որ գերատեսչությունների ղեկավարներ, կան դեպքեր, որ այլ բարձրաստիճան ԿՊ-ականներ, այսինքն նենց չի որ չկան, բայց մենք նկատել ենք նաև դեպքեր, որ առերևույթ բարձրաստիճան իշխանականների կատարած այս կամ այն արարքը պատշաճ քննության չի արժանանում։ Այս խնդիրը կա։ Հասկանալի է, տեսեք, եթե այս ամենը տեղի ունենար մեկ այլ ժամանակահատվածում, ավելի այսպես հանգիստ խախանդ իրավիճակում, երևի թե այսքան աղմուկ չբարձրանար։ Բայց հիմա էֆեկտը բոլորովին այլ է, որովհետև կարծում եմ հիմա շատ ցայտուն քաղաքական ֆոն կա եւ այդ ֆոնի վրա այս ամենը տեղի ունենում։ Բայց շատ ցայտուն արարք կա։ Ես գիտեք Գյումրիի պարագայում ինձ մի բան զարմացրեց, ոնց կարելի է 2025 թվականին sense ափաշքարա կոռուպցիայով զբաղվել։ Որովհետև երբ որ մենք խոսում ենք տարբեր կոռուպցիոն դրսևորումների մասին, հանրապետության տարբեր հատվածներում, տարբեր պաշտոնյաների կողմից դրանք շատ լավ քողարկված, շատ նենց գաղտնապահության շատ ավելի բարձր մակարդակով, բարձր սխեմաներ են։ Իսկ այստեղ տարական սխեմա ըստ քննության հրապարակված նյութերի հետևյալն է 1500 քառակուսի մետրանոց շինություն է ապօրինի կառուցվել, այդ շինությունը պետք է կաշառքի դիմաց թղթերով գրեին, որ քանդվել է եւ նորից է սարքվել, արդեն շինթույլտվության հիման վրա է սարքվել, բայց իրականում ոչ քանդվել, ոչ էլ նորից սարքվել։ Եվ հարց առաջանում ես մարդկանց ակնկալիքը ինչ էր, որ ոչ մեկ չի տեսնելու, որ 1500 քառակուսի մետրանոց շինությունը չի քանդվել ու նորից սարքվել։ Լավ, այս ամենը դա շուտ թե ուշ, տեսեք, սա շուտ թե ուշ ջրի երես բարձրանալու էր, շուտ թե ուշ ինչ որ մեկը նկատելու էր, որ մի րոպե թղթերով այս շենքը քանդվել նորից է սարքվել, բայց իրականում այս շենքը ոնց կանգնած կար, այնց մնացել է։ Բայց հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալիզմը նաև նրանում է դրսևորվել, որ եթե այդպես է դեպքը բացահայտվեր, զուտ տնային, որ շենքը չի քանդվել, նորից սարքվել, դու գնային, փաստաթղթեր ուզեին, տեսնեին, ասեին, բա ոնց, բա ինչ, սկսելու էին պաշտոնյաներն էլ ասել, դե մենք գիտենք քանդվել թե նորից է սարքվել, ակտերը ստորագրել ենք, սենց ինչ որ դառնալու էր տարիներով քննվող թույլ հիմնավորվածությամբ
կոռուպցիոն հանցագործության քննություն։ Լավ, բարձ է։ Այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ, չեմ նաև ասում պրոֆեսիոնալ, որտեվ բավականին շատ ապացույցներ ա հավաքել, որի արդյունքում ամբողջ սխեման հստակ է դարձել եւ կարծում եմ չեմ ուզում ոչ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ինձ թվում է շատ հեշտ Այս ամենը ընտրությունների կամ նախընտրական ինչ-որ զարգացումների հետ կապ ունի, թե չէ։ Ինչ դրամաբանության մեջ եմ ասում, տեսեք, Դիմադիր դաշտում Գյումրի օրինակը շատ լավն էր, հաստատված օրինակ էր, որը ցույց էր տալիս, որ եթե կոնսոլիդացվում են բոլոր դիմադիր ուժերը, կարող են իշխանությունների ներկայացուցիչին հաղթել, եւ ոմանք արդեն այս մոդելը, այս սխեման փորձում են հենց մոդելավորել ապագա համապետական ընտրությունների համար։ Եվ այս այո, դրա մասին շատ խոսակցություններ կար եւ դրա վրա քաղաքական բաներ փորձում էին կառուցել բոլոր ճամբարներում գտնվող ուժերը, բայց պիտի հակառակը ասեմ, եթե դու հաղթել ես տեղական ընտրություններ եւ դու մարտահրավեր ես նետում մի քանի ամսից տեղի ունենալիք համապետական ընտրություններին, փորձում ես համապետական ընտրություններ հավաքել ու այդ ֆոնին $10,000 կաշառքես վեկալում, լավ էլի։ Դենց ապաշքեր է։ Այսինքն այդ մեծ պլանները, որ չգիտեմ հայրենիքը փրկել, էսրանից, նրանից, ինչ-որ մեծ այդ խոսակցությունները սա ջուրը ընկան, մի հատ 4 միլիոն դրամ կաշառքի պատմությամբ։ Հասկանում եք, նաև սա է, եւ սա իհարկե իշխանությունները սրանից քաղաքական Բայց չէ կարող չէ պնդել, որ դապտիներ վերցնելու են։ Բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը ԿՊԱ-ականներն են կամ գործող իշխանություններն են, այս երևույթը չկա։ Գուցե այնքան խոշորացույցի տակ չի դիտարկվում, չի զգում։ Իհարկե, ես ասում եմ, այդ խնդիրը կա, բայց ամեն դեպքում նախ չեմ կարծում, որ այդքան ապաշխերա կա, որտեղ Այսինքն եթե հակակոռուպցիոն կոմիտեն լրջությամբ, մանրակրկտությամբ զբաղվի բոլոր համայնքներում, բոլոր տեղերում կարող է շատ ապաշխեր էր, որովհետև ով ուզում է լինի համայնքի ղեկավարը, ուզում է իրավապահ համակարգը լրիվ իր ցանկացած արածի վրա աչք փակի, չնայած Հայաստանում այդ աստիճան վատ չի վիճակը, որ եթե դու իշխանամետ ես, ուրեմն իրավապահները քո բոլոր արարքների վրա աչք են փակելու։ Այդպես չի, բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցել են, որ այդպես չի, բայց այդ խնդիրը կա, իրավապահները քեզ այդքան ուշադիր չեն նայելու, ինչքան նայելու են մյուսներին։ Բայց կներեք էլի 1500 քառակուսի մետրանում շինություն թղթերով գրել, որ քանդվելու զրոյից սարքվել է, այնինչ այդ շենքը ոչ քանդվել է, ոչ զրոյից սարքվել է, սա շուտ թե ուշ ինչ որ մեկը բացահայտելու էր։ Իրավապահները չէ, հետաքննող լրագրողները կբացահայտեին։ Հետաքննող լրագրողները չէ, տեղացի ակտիվիստները կբացահայտեին։ Տեղացի ակտիվիստները չէ, այդ համայնքի մակարդակում իր ընդդիմադիրները կբացահայտեին։ Բայց չշտապենք, մեղադրանքը դեռ վերջնական չէ, դեռ չի հաստատվել եւ դատավարություն չի եղել։ Այս անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ամեն դեպքում ըստ գործի քննության նյութերի խոսքը 1500 մետրանոց շինությունը թղթերով քանդել հավաքելու եւ իրականում չքանդել նորից սարքելու մասին է։ Սա շատ ապաշխարաբան է, էլի։ Ինչ զարգացումների կարող ենք սպասել հենց այս մասով։ Տեսեք, հիմա Վարդան Ղուկասյանը Գյումրիում անկախ իր քաղաքական հայացքներից բավականին մեծ հեղինակություն ունի եւ երկար ժամանակ անազատության մեջ գտնվելը կարծում եմ երկար ժամանակ Գյումրին լարված իրավիճակում կպահի։ Մյուս կողմից, եթե Վարդան Ղուկասյանին շուտ ազատ են արձակում, շատերը նորից պիտի ասեն, թե նորից բռնեցին, էլի բաց թողեցին, ինչպես շատ դեպքերում տեղի ունեցել է, ինչ զարգացում է ավելի Ես քիչ հավանական եմ համարում, որ Վարդան Ղուկասյանը տեսանելի ապագայում ազատությունում կհայտնվի, որովհետև այդ ապացույցների կշիռը բավականին մեծ է եւ հանցագործությունն էլ բավականին մեղսագրվող հանցագործությունը բավականին լուրջ է։ Ուզում նորից չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց ամեն դեպքում այդ ապացույցների ծանրություն էլ կա։ Հիմա քրեական գործեր կան, օրինակ Միքայել արքիեպիսկոպոս Աչապաղյանի գործով ապացույցների ծանրությունը հենց
Հա, դուք համարում եք, որ չափից ծանր է այս դեպքում պատիժը։ Ապացույցները այդքան եւ մյուս կողմից էլ մենք ապացույցներ հրապարակեցինք, որոնք ցույց տվեցին, որ Աճապաղյանի գործը քաղաքական մոտիվացվածություն ունի, որտեղ նախկինում մենք հաղորդումը տվել էինք հանցագործության, այն ժամանակ ասել էին հանցակազմ չկա, հետո երբ որ իշխանություն եկեղեցի հարաբերությունները լարվեցին, ասցին չէ հանցակազմ կա։ Վարդան Ղուկասյանի գործը այսպեսին չի, Վարդան Ղուկասյանի գործը նենց հրապարակված ապացույցներ են լավ, ծանրակշիռ, լուրջ ապացույցներ են։ Եվ բավականին մեծ հավանականությամբ ինքը մեղավոր կճանաչվի եւ բավականին երկար դեռևս կմնա անազատության մեջ։ Ինքը մի կողմից նշանակում է, որ Գյումրի համայնքում կարող է կառավարման ճգնաժամ սկսել, թեև կա համայնքի ղեկավարի տեղակալ, կա փոխհամայնքապետ, որ միջև որ Բայց հիշում եք, որ Տանկոսյանը եկավ իշխանության հենց այդ կառավարման ճգնաժամի պատճառով։ Էլի սկսվեց կառավարման ճգնաժամ։ Այո։ Եվ վերջո ունեցանք այս ընտրությունները։ Այս դեպքում Գյումրիում նաև ես ուզում եմ հիշեցնել ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ մեծամասնություն չունի։ Առաջի տեղ թեպետ գրավել էր քաղաքացիական պայմանագիրը, բայց մնացած ուժերը միասին վերցրած էապես ավելի շատ քվե ունեին, քան քաղաքացիական պայմանագիրը, եւ իրենք միավորվեցին, որ Վարդան Ղուկասյանին դարձնեն քաղաքապետ։ Արդյոք իրանք կմնան միավորված թե չէ, ես կդժվարանամ ասել, դա երևի իմ փոխարեն պետք է ինչ-որ գյումրեցի բերեք, որ Գյումրիի կոնտեքստին ավելի լավ է ասում, որ սա շատ լավ հաջողված օրինակ է ընդդիմության համար եւ մարդիկ իրոք մոդելավորում են այդ օրինակը։ Մոդելավորում են, բայց հնարավոր է նաեւ ազգային ժողովի ընտրություններում հաղթել, եթե այսպեսի կոնսոլիդացիա Ես մի բան ասեմ, ամեն դեպքում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների պահվածքը Հայաստանում միշտ եղել է տարբերվող տեղական ընտրություններից կամ մեծամասնական տրակարգով ընտրություն, կհիշեք ժամանակին ազգային ժողովի մի մասը մեծամասնական տրակարգով էր ընտրվում, որտեղ էլի տեղական տրամաբանություններ գործում, ընտրողների պահվածքը էապես տարբերվող էր։ Եվ ընտրողների պահվածքը ես կարծում եմ 26 թվականի ազգային ժողովի ընտրություններում էլ լինելու է շատ ավելի քաղաքականացված եւ ոչ թե լոկալ։ Այստեղ խոսքը այնքան ընտրողներին չի վերաբերում, ինչքան ընտրապայքար մտնող քաղաքական ուժերի միավորմանը, միասին հանդես գալու։ Վերջին խոսքը ընտրողներինն է։ Վերջին խոսքը ընտրողներինն է, սա շատ կարևոր բան է եւ ինձ թվում է, եւ մի բան էլ ասեմ, ինձ թվում է, որ իշխանությունները ինչ են նաեւ փորձում անեն, փորձում են տարբեր ձևերով, միգուցե երբեմն արհեստական, ընդդիմությանը կոնսոլիդացնել, ընդդիմության այդ գիտեք որ հատվածին կոնսերվատիվ, ռուսամետ հատվածին կոնսոլիդացնել իր դեմ, որպիսի ժողովրդի մոտ վախ առաջանա, որ նախկինները կարող են վերադառնալ եւ ժողովուրդն էլ իր հերթին կոնսոլիդացվի Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի շուրջ։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը փորձում է դա անի։ Իսկ նաև փորձում են այլ ինչ-որ գործողություններով ընդհանուր լարվածությունը մեղմել։ Տեսեք, օջախ ստեղծվեց Գյումրիում լարվածության, որը կարող է շատ արագ տարածվել, վերաճել, չգիտեմ։ Թվում է իրանք փորձում են լարվածությունը ուժեղացնել։ Վարչապետ Փաշինյանը շատ հետաքրքիր հայտարարություն արեց Facebook-յան էջում ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու վերաբերյալ եւ ասաց, որ ենթադրվում նախատեսվում է, որ սա ամառը պետք է լինի, բայց հիմա ենք անում եւ ինչ որ կարծես ընդհանուր իրավիճակ մեղմելու երանգներ այս ամենը ունի։ Գիտեք, ինչ է փորձում անել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է լայն հանրության հետ պոզիտիվ դիալոգ ունենալ, որովհետև լայն հանրությունն է որոշելու թե ով է լինելու իշխանություն 26 թվականից հետո, 26 թվականի ընտրությունների արդյունքում, հա? Դա չենք որոշելու ոչ մենք հասարակական կազմակերպությունները, ոչ լրագրողները, ոչ չգիտեմ ինչ որ փորձ, դա լայն հանրությունն է մեծ հաշվով որոշելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը լայն հանրության հետ ուզում է լավ հարաբերություններ ունենա, բայց միաժամանակ ինքը փորձում է սրի հարաբերությունները որոշ նեղ շրջանակների հետ եւ նաև սրելու միջոցով իր դեմ կոնսոլիդացնի ռուսամետ եւ կոնսերվատիվ շրջանակներին, որովհետեւ երբ որ լայն հանրությունը տեսնի, որ այդ ռուսամետ կոնսերվատիվ շրջանակները կոնսոլիդացվում են, դրա մեջ կարող է վախ տեսնել եւ կոնսոլիդացվել Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Սա ոնց ասեմ, բավականին եթե այդպես է, ապա դա բավականին տենց
բազմակայլ ինչ-որ քաղաքական խելացի հաշվարկ է եւ բայց ամեն դեպքում մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ միջև ընտրություններ դեռ շատ ժամանակ կա եւ դեռ շատ բան պարզ չէ։ Դժվար կլինի կանխատեսել ընտրությունների ընթացքն ու արդյունքները։ Պարզ է։ Եվ վերջում, պարոն Հովհաննիսյան, ձեզ հաճախ մեղադրում են իշխանամետ լինելու մեջ, հա, կամ այսպես իշխանության ձեռքերում գործիքի, այսպես դեր ծառայելու, եւ այդ մոտիվները սրացրեց ձեր վերջի հաղորդումը, որի հետ կապված հայտնի այդ հաղմակարարույց ձերբակալությունները ունեցան։ Դուք ձեզ իշխանամետ համարում եք, թե գիտեք, ինձ թվում է, որ մեզ իշխանամետ համարողներից եւ ոչ մեկ այդքան չի բարձրաձայնել իշխանությունների կատարած խնդիրները, իշխանության ներկայացուցիչների կատարած հանցագործությունները, որքան մենք։ Շատերը քննարկում են այն հանցագործության մասին հաղորդումը, որը մենք ներկայացրել ենք հանրային հեռուստատեսության եթերում հնչեցված բանի վերաբերյալ, հնչեցվածի վերաբերյալ, Տեր Արամի կողմից հնչեցվածի վերաբերյալ, բայց չեն քննարկում այն հաղորդումները հանցագործության մասին, որոնք որ մենք ներկայացրել ենք Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք ոչ միայն ներկայացրել ենք, այլ ներկայացրել ենք, հարցումը մերժվել էր եւ մենք հետո սկզբից դատախազին, հետո դատարանին, հետո վերաքննիչ դատարան պայքարում էինք, որպեսզի քրեական գործ հարուցվել։ Ակտիվ կերպով պայքարում էինք։ Էլ չասեմ 23 թվականի ընտրությունների ժամանակ Երևանում տեղական կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ինչքան քաղաքացիական պայմանագրի կատարած ինչքան խնդիրների մասին ենք մենք բարձրաձայնել, հետո քաղաքացիական պայմանագրի հետ իմջալց երկար ժամանակ դատվում էինք Եվ այսինքն ստեղ ինձ թվում է այդ մարդկանց խնդիրը ոչ թե մեր ներկայացրած հաղորդումն է, որտեղ բոլորն էլ հասկանում են Տեր Արամի հայտարարությունը, որ եղավ մեկի եթերում, մենք էլ հաղորդում չներկայացնենք, դատախազությունը իր նախաձեռնությամբ պարտավոր էր քննություն։ Մարդը հեռուստատեսության եթերում հայտարարում է, որ ընտրական հանցագործություն է տեղի ունեցել։ Դատախազությունը պարտավոր է դա քննել։ Ընդ որում անկախ դատախազությունից մենք էլ մեր հերթին դիտորդական կազմակերպություն ենք, չէ՞։ Ոնց կարանք մենք տեսնենք, որ հեռուստատեսության մեկը խոսում է ընտրական հանցագործության մասին, գրություն չուղարկենք դատախազություն, ասենք հարգելի դատախազություն, բա դու սրա հետ կապված ինչ ես անում։ Վերջո Տեր Արամին այսօր կարկալույց արեցին։ Մեր ժամանակն էլ սպառվեց, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Դանիել Հովհաննիսյանը։